Բայց ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գալայի եթերում հակառակ կողմը հաղորդման հերթական թողարկումն է, այս անգամ զրուցելու են քաղաքական սպասվող նոր գործընթացների մասին, ինչպես հայտնի է ապրիլի 2-ին արդեն նշանակված են խորհրդարանական ընտրությունների օրն է, տաղավարում իմ հյուրերն են աջ կողմում նստած է Արթուր Համբարձումյանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը եւ Սուքիա Սավետիսյանը, հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։ Շնորհակալ եմ հարգելի հյուրեր, կցանկանայի այս հաղորդման շրջանակներում անդրադառնանք սպասվող խորհրդարանական ընտրություններին, կոնկրետ Գյումրիի կառույցների մակարդակով սկզբնական շրջանում ինչ մասնակցություն են ցուցաբերելու, ինչ մարդկանց անուններ է շրջանառվում եւ ինչ նաեւ ներքին մրցակցություն կա, ներքին մրցապայքար կա։ Սկսենք հանրապետական կուսակցությունից, որը շատ բոլոր կուսակցություններից ավելի առաջ էր ակտիվորեն արդեն պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ։ Պարոն Ավետիսյան, անցած տարեվերջին ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ էլ կարելի ասել լրիվ նախընտրական ելույթի մեջ էր եւ Սերժ Սարգսյանի ելույթը եւ այնտեղ հնչող ելույթները նախատեսում ենք, որ 17 թվականից ծրագիրն էլ այո կլինի հիմնականում այդ ուղենիշով։ Դա լրիվ բնական էր եւ կասեմ ոչ թե ճիշտ կլինի ոչ թե խոսենք Գյումրի, այլ մարզի, որտեղ մարզը մի նրատարածք է եւ մենք նրատարածքով ենք բնական է այս անգամ արդեն հանդես գալու։ Ասեմ, որ պաշտոնական քննարկումներ որպես այդպեսին չեն եղել, բայց այսպես անհատական քննարկումների, խոսակցությունների, տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքում մոտավորապես պարզ է, թե ասենք մոտավորապես ինչ թիմով է հանդես գալու հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններում, դա եւ գործող падգամավորներ ցենք, այսպես ասեմ, որոնք եւ կլինեն անկուսակցականներ եւ բնական է կուսակցության անդամ падգամավորները եւ նաեւ տարբեր կառույցներից ներկայացուցիչներ, նաեւ մասնավոր, այսպես ասեմ, գործարար սեկտորի երևի ներկայացուցիչներ, այսինքն բնական է, խնդիրը մեկն է, դա անդրական օրենսգիրքը հենց դրա այդպիսին է, որ պետք է բոլորը աշխատեն թիմի համար։ Հիմա այստեղ նաև կարևոր է թե թիմի ներսում ինչպիսի աշխատանք կազմակերպվի, որովհետև թիմի ներսում եթե կազմակերպվի աշխատանք հանուն թիմի ավելի արդյունավետ կլինի, բայց եթե հանկարծ կսկսվի մրցակցություն, ապա այս դեպքում չէ, գիտեք ինչ կա, մրցակցության անխուսափելիորեն լինելը պարզ է, բայց մրցակցության ձևը նաև եթե ձևը կլինի ճիշտ, դա նույնպես արդյունավետ է լինելու, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, թե որ քաղաքական ուժը ինչ ձևով կընտրի իր մրցակցությունը եւ նաև որ ընտրատարածքում, որտեղ տարբեր ընտրատարածքներում կարող է տարբեր ձևաչափեր լինի, այնպես որ արդյունավետությունը ցանկացած կուսակցության կախված կլինի, թե այդ կազմակերպչական աշխատանքները ինչքանով ավելի ճիշտ հունի վրա կդրվի եւ նաեւ մասնագետները, ցուցակի մեջ գտնվողները ինչքանով ճիշտ կընկալեն, որ պետք է ոչ թե հանուն անձի լինի պայքարը, այլ հանուն կուսակցության պետք է լինի պայքարը։ Անուններին կանդրադառնանք, դուք չնշեցիք անուններ, բայց հանդիսանում ես կնշեմ։ Մինչ այդ, պարոն Համբարձումյան, լսենք նաեւ ձեզ, դուք հավանաբար եւս կառաջադրվեք ելք դաշինքից, ելք դաշինքը ստեղծվեց վերջերս, կարելի ասել խորհրդարանական ընտրություններից առաջ առաջին ընդդիմադիր դաշինքն է, որը նաև դաշինքի խմբում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ վերջնական չէ, այսինքն կարող են միանալ այլ կուսակցություններ եւս դաշինքին, ինչ հնարավորություն եք տեսնում ընտրություններին մասնակցությամբ, ինչ շանսեր եք տեսնում, որովհետեւ անցած ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի եւ ընդհանրապես ընտրական գործընթացները, որոնք եղել են անկախ Հայաստանի պատմության մեջ, քաղաքացուն եւ առավել եւս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին այնքան էլ վստահություն չեն ներշնչում։ Տեսեք, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի համար։ Պետք է ձեզ ասեմ, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ընտրություններից, այսպես կոչված ընտրություններից հետո սա առաջին դեպքն է, երբ ես հյուրընկալվում եմ
հեռուստաեթեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում եւ նաեւ ներողամտությունն եմ հայտնում այն լրագրողների, ում հրավերներին ես չեմ արձագանքել։ Մեկ-երկու բառ ես ասեմ Գյումրիի ընտրությունների հետ կապված, հետո անդրադառնամ ձեր հարցին, բուն հարցին։ Տեսեք, ընտրություն ասած ընդհանրապես ենթադրում է ազատություն։ Անազատության մթնոլորտում հնարավոր չէ տեղի ունենա ընտրություն։ Եվ այդ իսկ պատճառով Գյումրու ընտրությունները ազատության առումով բավականին սակավ էին, եւ ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր գնում էին ընտրության եւ քվեարկում էին քվեարկությամբ ոչ թե արձանագրում էին իրենց ընտրությունը, այլ քվեարկությամբ արձանագրում էին այլ բան, լրիվ այլ բան։ Իհարկե սա չի նշանակում, որ եթե քվեարկությամբ արձանագրեին ընտրություն, մենք 600 ձայնի փոխարեն կստանանք 6000 ձայն։ Միգուցե իրական ընտրության պարագայում մենք տանենք 60 ձայն, բայց միգուցե 6000 ձայն տանենք։ Եվ իրական ընտրության դեպքում միգուցե հանրապետական կուսակցությունը ավելի մեծ ձայներ տաներ, տեսականորեն եմ ասում, կամ հնարավոր ընդհանրապես շանսնեին։ Ես չեմ ասում, որ մենք արժանի ենք կամ արժանի չենք, բայց ուղղակի մենք պետք է փաստենք, որ Գյումրիում տեղի ունեցածը, այսպես ռուսերեն ասած, սնացյաշկը էլի կարելի անվանել ընտրություն։ Եվ ես շատ հույսով եմ, որ պարլամենտական ընտրությունները այդ տրամաբանությամբ չեն ընթանա։ Հույսով եմ ոչ թե որովհետև իշխող կուսակցության քաղաքականությունը, գործունեությունը ինձ հույս է ներշնչում, այլ որովհետև հույսով ապրելը լավ է։ Դրական սպասելիք ունենալը ավելի լավ է, քան թե բացասական սպասելիքները։ Չէ, հույսերով առաջնորդվել, ավելի ռացիոնալ կարելի է։ Դե, եթե ավելի ռացիոնալ մտածենք, իհարկե մեծ հույսեր փայփայել պետք չէ։ Սակայն ես հույսով եմ, որ ի վերջո իրացիոնալ ինչ-որ զարգացումներ տեղի կունենան։ Ինչ վերաբերում է ձեր հարցին երկրորդ մասին, հարցի թե Գյումրու տարածքային կազմակերպությունը ինչպես է պատրաստվում, ինձ համար շատ բարդ է պատասխանել, որովհետև քաղաքական միավորի մեջ կան 3 ուժեր, եւ ըստ երևույթին 3 ուժերը իրենց տեխնացումներ եք առաջադրեն եւ այդ հարցը խիստ էսպես բանակցային գործընթացների մեջ է։ Ըստ երևույթին ես կառաջադրվեմ, ըստ երևույթին հիմա միայն դա կարող եմ ասել։ Եվ հույսով եմ, որ Գյումրին առաջիկա պարլամենտական ընտրություններում Գյումրին ներկայացված կլինի պարլամենտում Գյումրու շահերը իրապես սպասարկող պատգամավորներով։ Շատ լավ։ Հավելենք, որ ելք դաշինքում ընդգրկված կուսակցություններն են այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները։ Արդեն 20 տարի, հա, երևի եթե չեմ սխալվում, պարոնավության Գյումրուց 22 կլինի։ Գյումրուց եք որպես պատգամավոր խորհրդարանում եւ այստեղ նաեւ կարծիք հնչեց, որ Գյումրու շահերը սպասարկված կլինեն խորհրդարանում։ Ձեր կուսակցության ներկայացուցիչներից ես կարդամ մի քանի անուն, ովքեր այս պահի դրությամբ գոնե հանրության մոտ այն տպավորությունն էր, որ հավակնում են խորհրդարան գնալ Գյումրու շահերը կամ չգիտեմ, խմբակային շահեր սպասարկելու համար։ Արման Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան, Խաչատուր Բալասանյան, Սուքիա Սավետիսյան, Մարտուն Գրիգորյան, այս անունները երևի թե այն հստակ անուններն են, որ ցանկացած քաղաքացի կասի, ես որևէ անուն մոռացա, թե չէ։ Մուշեղ Բեդոյան, կարելի է մնացածները դեռ հստակ չի, բայց մոտավորապես անուններ կան, այդպես ասեմ, էլի։ Ինչպես է գնահատում ձեր կոնկրետ պարոն Ավետիսյան ձեր անձնական ձեր շանսերը, որովհետև ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ կուսակցությունների համար թերևս հանրապետական կուսակցության համար շատ ձեռնտու է այս ռեյտինգային պայքարը, որովհետև առանձին անհատների պայքարից նաև ներքին այս մրցակցությունից կշահի կուսակցությունը քվեներ կունենա, բայց ներանձնային, չգիտեմ, այստեղ սպերային խնդիրներ կարող են առաջանալ։ Օրինակ ինչպես եք պատկերացնում մրցակցությունը ձեր կուսակիցներ Արման Սահակյանի հետ կամ Խաչատուր Բալասանյանի հետ։ Ես այսպես ասեմ, որ ելի եմ ասում, խոսքի սկզբում ես ասեցի, նախ ես գտնում եմ, որ այստեղ պետք է առաջին հերթին լինի թիմային աշխատանք եւ ես միշտ թիմային աշխատանքի կողմնակից եմ եղել։ Ինչ վերաբերում է իմ շանսերին, ապա ես իմ շանսերը շատ նորմալ եմ գնահատում, որովհետեւ
իրոք 22 տարի եղել եմ ազգային ժողովում եւ 22 տարի շատ բարդաճանաչ որպես падգամավոր եմ ինձ դրսևորել եւ որևիցե խնդիր չեմ ունեցել ոչ օրենսդրական դաշտի հետ կապված, ոչ ազգային ժողովի ընդհանուր աշխատանքների հետ կապված, այսինքն ես այն եզակի падգամավորների թվին եմ պատկանում, որը ամենաշատն է եղել ազգային ժողովում, որևիցե քվեարկությունից չի բացակայել եւ տարբեր հանձնաժողովներում ազգային ժողովի գրեթե բոլոր հանձնաժողովներում տարբեր տարիներում ընդգրկված եղել եմ եւ աշխատել եմ, այսինքն պատկերացնում եմ շատ լավ է դա ամեն ինչը եւ հանրապետական գերազանցիկ падգամավոր պարտաճանաչ անունը ոնց ուզում եք գրեք, բնական չէ, ոչ թե միշտ կողմ քվեարկող, դա բնական է, հատկապես մենք պետք է հասկանանք, որ եթե համամասնական ցուցակով է падգամավորը գնում, դա նշանակում է ինքը պարտավոր է ենթարկվել առաջին հերթին կուսակցության որոշումներին եւ բնական է նաեւ մենք միշտ առիթը pat չենք թողնի, ես ինքս Գյումրու խնդիրները բարձրացնելու տարբեր հարցադրումների հետ կապված եւ ազգային ժողովում եւ նախարարների հետ կապված այսօր էլ շարունակում եմ նույն աշխատանքը անկախ ամեն ինչից, գրեթե ոչ չի լինում, որ նախարարներից մեկի հետ մարզի կամ Գյումրու հետ կապված ինչ-որ խնդիրներ չքննարկենք, որովհետև կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, անկախ կուսակցական պատկանելությունից մենք բոլորս մեկ խնդիր ունենք, տեսնել Գյումրին, տեսնել մարզը էլ ավելի լավ, այսինքն որովհետեւ էլ ավելի քիչ ունենանք մենք գործազուրկներ, մարդիկ, որոնք այսօր ունեն ապրուստի կարիք, մարդիկ այսօր որոնք վատ վիճակում են ապրում, եւ այս ամենը հետ կապված պետք է ամեն մեկս անկախ կուսակցական պատկանելությունից ամեն օր աշխատենք եւ ոչ թե ասենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ասենք որ մենք էս ենք անելու, հետո մոռանանք որ ասենք մենք նախընտրական քարոզարշավ ենք անցել, խոստումներ ենք տվել, ծրագրեր ենք ներկայացրել, դրա համար կարծում եմ որ այս առումով ես խնդիր չեմ ունենալու։ Պարոն Համբարձումյան, հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պնդում է, որ աշխատում են եւ ամեն ինչ անում են Գյումրու խնդիրները օր առաջ լուծելու համար, ինչպես եք նաեւ այս դեպքում ինչ անեն։ Ներողություն եմ խնդրում։ Նախ ես ուզում եմ ուղղել իմ падգամավոր գործընկերոջը, իմ գործընկերոջով նաեւ падգամավոր, ոչ թե падգամավորը։ Այս պահին գործընկերներ ենք։ Շատ հետաքրքիր մի հատ դրույթ կա սահմանադրության մեջ, որը անտեսվում է կարծես թե բոլոր падգամավորների կողմից։ Падգամավորը պարտավոր չէ կուսակցական որոշումները պարլամենտում կուսակցական որոշումներին ենթարկվել։ Սահմանադրությամբ նշված է, որ падգամավորը կաշկանդված չէ ադմինիստրատիվ որոշումներով եւ ինքը կաշկանդված է միայն խղճով։ Սա շատ կարևոր բան է եւ ցավում եմ, որ падգամավորների մեծ մասը մոռացել է դրա մասին կամ ստիպված է մոռացել, չգիտեմ, կամ չի մոռացել, բայց չի կարողանում պարլամենտի շենքում իր խղճի, ինչպես ասում են, գյորա աշխատանք ծավալել։ Դա շատ ողբերգական փաստ է մեզ արձանագրում, խոսքս չի վերաբերվում միայն իմ գործընկերոջը կամ միգուցե իրեն չի վերաբերվում, խոսքս ընդհանուր եմ ասում, ինչի հիշեցի, որովհետև իմ գործընկերը ասաց, որ մենք պարտավոր ենք կուսակցական որոշումներին ենթարկվել։ Դուք պարտավոր չեք կուսակցական որոշումներին ենթարկվեք, նամանավանդ եթե կուսակցական որոշումները հիմնականում հակասում են պետական ազգային շահերին։ Կուսակցության որոշումները երբևիցե հագասել են պետական կամ ազգային շահերին եւ կամ որևիցե օրենք եղել, որ հագասել է ազգային կամ պետական շահերին եւ հանրապետականը կողմ է քվեարկել։ Ես էլ կարծում եմ։ Չէ, կարծելը քիչ է, փաստով պետք է խոսենք։ Նաեւ մենք, չէ, ներողություն ասեմ, նաեւ մենք պետք է ընդունենք այն փաստը, որ նաև դասական քաղաքագիտության մեջ կա հստակ նորմ, որ համամասնական ընդրակարգում պետք է լինի նաև կուսակցական կարգապահություն, իսկ այդ կուսակցական կարգապահությունը ազգային ժողովում արտահայտվում է խմբակցության կարգապահության խնդիրներով։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության դասական նորմեր են։ Պարոն Ավետիսյան, Հայաստանի Հանրապետությունում գերագույն
գլխավոր նորմատիվ իրավական ակտը դա սահմանադրությունն է։ Այո։ Եվ սահմանադրությամբ նշված է, որ падգամավորը կաշկանդվում է միայն իր խղճով, վերջ։ Ճիշտ եք ասում, բայց ել եմ ասում, բայց իսկ ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության, ինչ վերաբերում է հանրապետական կուսակցությունը, ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ, եւ հանրապետական կուսակցության գործունեության արդյունքները մենք ամեն օր տեսնում ենք։ Գիտեք, ես ներողություն եմ խնդրում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության այդ աբսուրդ վիճակը կայանում է նրանում, որ ընդդիմությունը միշտ ասում է ամեն ինչ վատ է։ Իշխանությունը ասում է չէ, ամեն ինչ վատ չէ։ Ամեն ինչ լավ է։ Բայց եթե ինչ որ վատ բաներ էլ կան, դա ինչ որ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով են այդ վատը։ Աշխարհաքաղաքական զարգացումներ եւ այլն համաշխարհային տնտեսական ճգնաժամ եւ այլն։ Եվ այսքան ժամանակ կամ նաեւ ասում է, քանի որ հիմա ընդդիմություն, իշխանությունը նաեւ ներկաների հների եւ ավելի հների պայքար է։ Երբ որ ընդդիմությունը ասում է կամ ընդդիմության մի մասը ասում է վատ է, կամ էլ իշխանությունը պետք է ասի ձեր ժամանակ ավելի վատ էր։ Չէ, մենք Այսինքն այսքան ժամանակ ներողություն եմ ես խնդրում, այսքան ժամանակ ես չեմ տեսել, որպեսզի հայո իշխանությունները դուրս կան, ասեն սա մեր թերացումն է, սա մեր թերությունն է, սա մեր ապաշնոր քաղաքականության արդյունքն է, ինչի համար մենք ներողություն ենք խնդրում։ Չի եղել նման բան, ոչ ընդդիմության ներկայացուցիչներն են ներողություն խնդրել իրենց սխալ վերլուծությունների համար։ Եվ առավել թեպետ ընդդիմության ներկայացուցիչը պարտավոր չէ ներողություն խնդրել, բայց իշխանության ներկայացուցիչները իրենք պարտավոր են իրենց գործողությունների համար ներողություն խնդրել մարդկանցից։ Իշխանությունը ես պիտի ասեմ, որ երբևիցե չի ասել, որ ամեն ինչ շատ լավ է, մենք իշխանության ենք այդպես կարելի է նայել 98 թվականից, եւ եթե մենք նայենք 98 թվականից այս կողմ, մենք ունեցել ենք շատ լավ տարիներ, երբ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, այո, թեկուզ Քոչարյանի օրոք, բայց էլի հանրապետական կուսակցությունն է եղել իշխանությունը։ Պայմանավորված է միմիան շինարարությամբ։ Ուրեմն գիտեք ինչ կա, եկեք այսպես ասենք, էլի այդ հասկացողությունները, այդ էպիթետները փուչիկ, ես չգիտեմ, փաստ է եղել, որ այո, շինարարության բում է եղել, նույնիսկ մենք ես հիշում եմ, որ Գյումրիում մենք աշխատատեղեր այնքան ունեինք շինարարության մեջ, որ մարդիկ դրսից եկան աշխատել մեր համաքաղաքացիները, որոնք դրսում էին, եկան այստեղ աշխատել։ Այսինքն դա լավ տարիներ, ինչ ենք մոռանում։ Իսկ այսօր այո, ունենք լուրջ խնդիրներ, լուրջ խնդիրներ, որի մասին մենք միշտ խոսել ենք։ Այսինքն մենք բերեք չստվերենք, լավը ստվերենք, վադի մասին խոսենք։ Այնց ընդդիմության վադը այն է, որ ընդդիմությունը կամ շատ մարդիկ փորձում են լավը ընդհանրապես չտեսնել ու անդադ վադի մասին խոսել։ Այո, ընդդիմությունը այնքան լայն հասկացություն է, հատկապես Սերժ այնքան մեծ հասկացություն է, ոչ թե լայն հասկացողությունը, նաև ինձ համար շատ դեպքերում անհասկանալի հասկացություն է դարձել։ Պարոն Ավետիսյան, վերադառնանք հասկացողություն է դարձել, որովհետև իշխանությունը մեծագույն նպաստ ունի ընդդիմության ընդդիմադիր դաշտում գործողությունների, գործընթացների վրա։ Չունեն, այստեղ խնդիրը ընդդիմության մեջ է, որ իրանք ի վերջո իրենք դուք ժամանակ առ ժամանակ կարկառուն ընդդիմադիր գործիչներ եք շպրտում ընդդիմադիր դաշտ, եւ դրա համար հայտարարում իրենք են հայտնվում, մենք չենք շպրտում, իրենք են հայտնվում ձեր թեթև ձեռամբ։ Ну, հիմա ես չգիտեմ, դա էլ իշխանության մեղքը համարվում, թող այդ մեղքն էլ հավելել։ Պարոն Սուկասյան, ներողություն եմ։ Պարոն Ավետիսյան, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում ինչ կան, ինչպիսի գործընթացներ կան, ամեն ինչի համար առաջի հերթին պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Ճիշտ է։ Եվ եթե ձեզ մեղադրում են, ուրեմն դուք պետք է շատ նորմալ եք։ Ներողություն ասեմ, ընդդիմության հարցում կներեք, էլի ուրիշ բան ասեմ։ Մարդը վեր է կնում ընդդիմություն, որպես իրեն ցույց է տալիս, կուրս կեցեցում, որ ընդդիմությունը հետո գնում է, փորձում է իշխանության մոտ ինչ-որ խնդիրներ լուծել, բան, դա ես չեմ համարում ընդդիմություն։ Եթե իշխանությունը այդ դեպքում իրեն ընդունում։ Կոնկրետ օրինակներով եթե խոսենք։ Օրինակներով չեմ ուզում խոսել, որովհետև կարող է շատ երկար տևեցել հաղորդումը։ Մենք եթերաժամի սահմանափակման Ես ունեմ։ Պարոն Ավետիսյան, լավ, վերադառնանք մեր հարցազրույցի բուն թեմային։ Միշտ եղել է այնպես, որ այսպես ասած հանրապետական կուսակցության համար ընտրությունների ժամանակ մեծ դեր է խաղացել վարչական ռեսուրսը։ Չասենք կամ վարչական ռեսուրսը մարդիկ
ովքեր կազմել են գրասենյակներ, ովքեր նախընտրական քարոզչությունն են ծառայել, այս անգամ մեծ խնդրի են բախվում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որովհետև եթե նախկինում գործել են միասին, մեկ թիմում, մեկ ճամբարում, վարչական ռեսուրսը բոլորի համար է եղել ընդհանուր, հիմա խնդիր ունեն, այսպես ասած, բևեռացնելու, ասենք, արդեն երևում է խոսակցություններ կան, այնտեղ Արման Սահակյանն է փորձում է նշանակել իշ տնօրեններին, որպեսզի ընտրությունների ժամանակ աշխատեն իշա իրեն կամ օգնեն իրեն կամ չգիտեմ, տարբեր անուններ կան, այստեղ խնդիր է նաև առաջացել այն առումով, որ առաջադրվում է Խաչատուր Բալասանյանը եւ ստացվում է այնպես, որ խնդրի առաջ կանգնեցրին, կարելի ասել Մարտուն Գրիգորյանին, չէ՞ որ պայմանավորվածությունը այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանը հրահանգել էր, որպեսզի Մարտուն Գրիգորյանը աշխատի Բալասանյանի հետ մեկ թիմում, չառաջադրվի քաղաքապետ, հետո պիտի Բալասանյանը աջակցի։ Հիմա ես այդ պայմանավորվածություններից տեղեկություն չունեմ եւ չեմ էլ ուզում խորանալ ինչ որ պայմանավորվածությունների մեջ ներողություն ասեմ, ուրեմն հանրապետական կուսակցության չգիտեմ որ կառույցում է ամենայնտեղս ես մասնագիտ չեմ եղել, տեղյակել չեմ, բայց ես էլ եմ ասում, այստեղ մենք կարող ենք անուններ շատ տալ, եթե այդ անունները որ տալիս ենք, եթե այդ բոլորը մտնում են ցուցակ հանուն ընտանուր գործի, հարկուտ ներողություն ասում, չէ, անձնական շատ գոյություն չունի, այստեղ գոյություն ունի ընտանուր շատ Դերիվ կոմունիստական կուսակցության ընտանուր կուսակցության շատ ձայներ բերելն է, որտեղ ի վերջո պետք է ընդունենք, որ ինչքան էլ այո կիսա ռեյտինգային մենք ցուցակներ ենք ունենալու մարզերում, բայց պետք է նաև ընդունենք, որ այդ 15 հոգին պետք է աշխատի հնարավորին շատ մարզում հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքի։ Եվ դրա համար այսօր այո, մարդիկ ասում են, որ ես ոնց ցույց տամ, որ ես հանրապետական կուսակցության համար ձայներ եմ բերել, դրա համար ես առաջադրվում եմ, որպես ես ցույց տամ, որ ես ինքս այսքան ձայն եմ բերել, իսկ այդքան ձայնը այսօրվա հանրական օրենսգրքով ուղիղ գնում է հանրապետական կուսակցությանը։ Սա է խնդիրը։ Հիմա ներողություն չեք ունենա ռեյտինգայինով առաջադրվելու դեպքում։ Ձեր դիմաց կլինեն Արման Սահակյան, ասենք, ով ունի խանութների ցանց։ Ուրեմն այդ բոլորը ինձ ներողություն, այդ բոլորը ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ես ներողություն ասեմ, ես կոնկրետ որպես Սուքիաս Ավետիսյան անձ որևիցե խնդիր չեմ տեսնում, որովհետև էլ եմ ասում, ես իմ անցած ուղով հստակ բոլորը շատ լավ են ճանաչում են, որպես պատգամավոր Սուքիաս Ավետիսյան եւ ոչ ինձ հետաքրքրում է այդ խանութների ցանց հասկացողությունը լծակները մյուսը։ Ես արդեն 5 անգամ ընտրվել եմ, 3 անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով ու որևիցե մեկը չի կարող ասել, որ դուք ընտրվել եք այս ընտրախախտումներով կամ այս ձևերով։ Նորմալ մարդիկ գիտենալով իմ անձը, տեսնելով իմ գործունեությունը եկել ցայն են տվել եւ հիմա էլ կարծում եմ նույնը կլինի։ Էլ եմ ասում, այստեղ պետք չի գտնել մրցակցություն, այստեղ պետք է գտնել ընդհանուր աշխատանքի լծվելու ձևը, եթե գտնի քաղաքական ուժը իր թիմով, շատ լավ, եթե չի գտնի, ուրեմն կունենան պրոբլեմներ։ Շատ լավ, պարոն Համբարձումյան, խոսքս ձեզ հղեմ։ Ինչ եք առաջարկելու այս անգամ, ինչ գաղափար եք առաջարկելու, որը մրցունակ լինի, չգիտեմ, 5000 դրամների հետ մրցունակ լինի, վարչական ռեսուրսին կարողանա մրցել։ Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ հանրության դժգոհ խավը առհասարակ դժգոհ էր նաև ընդդիմությունից եւ չուզեց տնից դուրս գալ եւ գնալ ընտրատեղամաս։ Ընտրություններն ապահովեցին հիմնականում տրանսպորտային ծառայություն մատուցող կուսակցականների կողմից։ Ինչ եք անելու, եթե մտնում եք այս դաշտ, ուրեմն պետք է կամ որոշակի վերանայած լինեք անցած ընտրությունների փորձը, պետք է որոշակի վերանայած լինեք ձեր աշխատանքը, կամ մտածեք գաղափար առաջարկել, իսկ արդյոք ձեր գաղափարը ընդունելի կլինի կամ կծախվի, այսպես ասեմ, կոպիտ կերպով կծախվի։ Տեսեք, այստեղ պարոն Ավետիսյանը ասաց, որ կարևոր է նաև թե ով ինչքան ձայն է բերելու։ Ով ինչքան ձայն է բերելու, այսինքն ով ինչքան ազդեցություն ունի մարդկանց վրա, որպեսզի կարողանա նորից ընտրությունը վերածել քվեարկության տեխնիկական միջոցառման։ Եվ մենք ես անձամբ երբևիցե չեմ կարող, ես Գյումրու ընտրություններին, ես նույնիսկ իմ հարազատներին, բարեկամներին չեմ ասել գնացեք ինձ ընտրեք։ Եթե դուք ուշադրություն դարձնեք այդ ողջ քարոզարշավի ընթացքում չի եղել մի եթեր, երբ ես ասած լինեմ գնացեք քաղաքացիական պայմանագիր ընտրեք եւ այլն եղավ այն ժողովրդին։
Ես ասել եմ մենք այսպեսին ենք, մենք սա ենք առաջարկում, նայեք, դուրերը եկավ, հավանեց, գնացեք ընտրեք, չէ, անարժանի ենք ըստ ձեզ, ուրեմն մի կընտրեք։ Եվ իմ կարծիքով անձամբ իմ քարոզարշավը այսպես էլ շարունակվելու է։ Ես չեմ գնալու երբևիցե ձայներ բերելու գործընթացին։ Ոչ թե որովհետև ազդեցություն չկա, որովհետև այդ շնորհքը ճակերտավոր մենք չունենք։ Ես կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է դուրս լինի այդ գործընթացից, ձայներ բերելու գործընթացից, հաշվառելու գործընթացից, պասպորտներ ուզելու գործընթացից, ահ տալու գործընթացից պետք է դուրս լինի։ Պետք է մարդկանց գաղափար առաջարկես եւ այնքան ժամանակ պետք է այդ գաղափարը առաջարկես, մինչեւ մարդը հավատա, որ լավ է գաղափարին հետևից գնալ, քան թե այլ ձայների բերման այլ գործընթացներին կամ դրա ածանցյալներին, որովհետև 20 տարի, 25 տարի մենք միշտ տեսնում ենք, որ ընտրությունները վերածվում են ձայներ բերելու գործընթացի։ Պարոն Ավետիսյանը ասում է փաստեր կան, եւ փաստեր կան, 100,000-ավոր մարդիկ արտագաղթում են։ Ինչ են այդ մարդիկ արտագաղթում, դա էլ չէ փաստ։ Իմիջիայլոց վիճակագրական ծառայությունների, բա մենք պետք է աշխատանք չենք գտնում, իսկ ինչի համար աշխատանք չկա, մարդիկ ինչի են արտագաղթում։ Եվ ես ասեմ, հիմա դուք ասում եք, դուք բերեք ծրագիր ներկայացրեք, ասենք նույն քաղաքապետի ընտրությունների ժամանակ, տեսեք, դուք ասում եք մենք ծրագրով հանդես ենք եկել, ես ծանոթ եմ։ Խնդիր չկա, լավ է կարելի, բայց կոնկրետ ծրագիր քաղաքացում դի ներկայացնես կոնկրետ ծրագիր հիմնավորված, որ քաղաքացին գացեր գաղափարի հետևից։ Այսինքն դու պետք է գնաս հանդիպման կամ հեռուստաեթերով պիտի կոչ անես, չէ՞, քաղաքացուն, որ այս ծրագրով ներողություն հանդես եմ գալիս, խնդրում եմ դուք եկեք այս ծրագրի հետևից։ Հիմա թող հանդես կան։ Բերում առաջ։ Դուք ասում եք մենք գնում ենք, մենք ձայներ պետք է բերենք, հասկանում եք։ Մենք տարբեր կերպ ենք տեսնում քաղաքականությունը։ Քաղաքական գործընթացը մենք ընդդիմադիր գործիչները կամ ընդդիմադիր գործիչների մի մասը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարբեր կերպ են ընկալում քաղաքական գործընթացները։ Տարբեր կերպ չէ։ Տեսեք, ես մի անգամ ձեր գործընկերոջն ասացի։ Ծրագիր ներկայացնում Հայաստանի քաղաքական տեսլականը եւ այդ ուղղությամբ դուք Հայաստանի մասին եք խոսում, թե ասենք զարգացած ինչ որ այլ պետության երկրների քաղաքական գործընթացների մասին։ Եթե Հայաստանի մասին եք խոսում, տեսեք, մենք շատ առումներով 20-25 տարիների ընթացքում ես մի անգամ դա ձեր գործընկերոջն էլ ասացի, որ կամ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծվում են, կամ Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը adekvat չի կարող ընկալել ներքաղաքական իրավիճակներին։ Երկու տարբերակ կա։ Դե բերեք ներողություն ասեմ, հասկանում եմ շատ լավ ընկալում։ Հիմա ո՞րն է դրանից, եթե այլևս եկեք այսպես ասած, մենք այլևս եկեք չխոսենք ընտրությունների կեղծելու մասին, որովհետև քաղաքական բոլոր ուժերի ուրեմն համաձայնության արդյունքում մենք ունենք ընտրական օրենսգիր եւ բոլոր մեխանիզմները նորից ամեն ինչ արվում է, որովհետեւ այդ կեղծելու մասին չխոսենք։ Հիմա այն մնացածը չէ, բոլորները դա օրենքի սահմաններում է, եկեք դրա մասին հետ չգնանք, չանդրադառնանք։ Ուրեմն մնացած մասը, ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, այդ դեպքում եկեք բոլոր քաղաքական ուժերս միավորվենք եւ այնպես անենք, որ մեր ժողովրդի մոտ առաջնահերթությունը լինի գաղափարի ու ծրագրի հետևից գնալը։ Այդ բոլորիս գործն է։ Մենք քաղաքացիական հասարակության բոլորի գործն է։ Հետո մենք միավորվում ենք, բայց հետո դուք օգտագործում եք ձեր վարչական լծակները, օգտագործում եք թաղի խուժանին, օգտագործում եք ինչ որ հնարավոր է, հետո ասում եք բանը, ծրագիր առաջարկեք, որ մարդիկ ձեզ ներողություն ասեմ, ուրեմն ես գիտեք, շատ եւ ինչ որ ես ասում եմ, ներողություն, շատ անտեղ է, երբ որ մենք խոսում ենք ինչ որ թաղի խուժանի մասին։ Գիտեք, ուրեմն եկեք մեր ուրեմն այդ լեքսիկոնի մեջ մենք ընդունենք, որ ցանկացած մարդ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի ընտրելու իրավունք եւ որևիցե մեկը իրավունք չունի ինչ-որ էպիտետներ կպցնելու։ Այսօր ցանկացած մարդի շրջապատում ունի հեղինակություն, ցանկացած մարդ դա մեծ թե փոքր, դա կարևոր չէ։ Ամեն մարդ իր շրջապատում, որոշակի շրջապատում ունի հեղինակություն։ Եվ ես չեմ ընդունում, երբ որ ասում են թաղի հեղինակություն, թաղի խուժան, գիտեք, անընդունել է։ Դրանք բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ ընտրողներ են։ Եկեք մենք մեր քաղաքացիներին չվիրավորենք։
Ուրեմն տեսեք, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեր հորդորի համար։ Ես թաղի հեղինակություն բառ չեմ օգտագործել, որովհետև թաղի խուժանը ուրիշ բան է, թաղի հեղինակությունը այլ բան է։ Եթե թաղի հեղինակությունը, եթե թաղի կամ այսպես ասած հանցավոր հեղինակությունը սկսում է զբաղվել ընտրական գործընթացներով, ինքը հենց այդ պահին վերածվում է թաղի խուժանի։ Ես տարբերում եմ, ես բան եմ խոսում, թողեք արտահայտել։ Ես տարբերում եմ թաղի խուժանը թաղի հեղինակությունից։ Եվ ես կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետությունում թաղի հեղինակություններ շատ լինեն։ Թող բժիշկներ լինի թաղի հեղինակություն, թող հարցագործ աշխարհի հեղինակություններ լինի թաղի հեղինակություն, բայց հենց այն պահին, երբ բժիշկը նա հատկապես հանցագործ աշխարհի ներկայացուցիչը սկսում է զբաղվել իրեն ոչ հարիր գործով, ինքը դառնում է թաղի խուժան։ Կարծիքներ չեմ ասում, կարծիքներ։ Եվ եթե շայլոց դուք նաև պաշտպանում եք իրանց, բա պետք է պաշտպանեք, բայց իրենցով ես բոլորին եմ պաշտպանում, որովհետև գիտեք, ինձ համար էլ եմ ասում կներեք, բայց անհասկանալի, երբ որ մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացում կամ մեր քաղաքի բնակչին կամ ընտրողին ինչ որ անուններ կծնենք։ Շնորհակալ եմ, հարգելի հյուրեր, հաղորդումից դուրս կշարունակենք մեր քննարկումը։ Շնորհակալ եմ նաև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ինձ հիշեցնում եմ, որ մեր եթերաժամը արդեն սպառված է, հիշեցնեմ, մենք զրուցում ենք ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին եւ դրանից առաջ նախընտրական գործընթացների մասին, այն խմորումների, որ այսօր տեղի ունենում քաղաքական դաշտում։ Ինձ հետ զրուցում էին Սուքիաս Ավետիսյանը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եւ Արթուր Համբարձումյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ։ Ցտեսություն, կհանդիպենք։